Ճարտարի 24-րդ գումարտակ։ Նրա խիզախ մարտիկները կյանքը չխնայելով մարտնչում էին հայրենի հողի ազատության համար եւ հսկայական ներդրում ունեցան Արցախյան մեծ հաղթանակի պատմության մեջ։ Արցախի Մարտունու շրջանում գտնվող խոշորագույն գյուղը Ճարտարը, որն այժմ արդեն քաղաք է, միշտ եղել է հայ ժողովրդի ոգու եւ կամքի մարմնավորումը։ Ճարտարցիները դարերով ապրում են իրենց հողում եւ երբեք չեն խոնարհվել զավթիչների առաջ։ Ճարտարցի մարտիկները իսկական ֆիդայիներ էին։ Նրանց հաջողվեց ոչ միայն կանգնեցնել ադրբեջանցիների թալանն ու հարձակումները, այլև օգնության հասնել հայկական գյուղերին Հադրութի շրջանում, օղակ գործողության ժամանակ։ Ճարտարցիների առաջին հարձակողական գործողությունը եղավ 91-ի դեկտեմբերի 7-ին հարևան Դիվանլար գյուղի ազատագրումը։ Այնտեղ էր տեղակայված ադրբեջանական օմոնը, եւ ավելի հաճախ այնտեղից էին հայկական գյուղերը ենթարկվում ավազակային հարձակումների։ Գործողությունն ավարտվեց լիակատար հաջողությամբ։ Ադրբեջանական վերին Վեյսալու խոշոր գյուղը փակում էր Մարտունի տանող ճանապարհը։ Տեղի բարձունքներից հայկական գյուղերը ենթարկվում էին գնդակոծության։ Այստեղ ռազմահենադաշտ էր ստեղծվել ադրբեջանցիների Արցախ ներխուժելու համար։ 92-ի փետրվարի 22-ին ճարտարցիները համարձակ գործողությամբ ազատագրեցին վերին Վեյսալուն եւ ճեղքեցին թշնամու շրջափակումը։ 92-ի գարնանը արցախցիներն ազատագրեցին Շուշին։ Ճարտարցիները Մարտունու մյուս ջոկատների հետ պաշտպանում էին այդ ազատագրական գործողությունը թևից եւ կանգնեցրին ադրբեջանցիների կատաղի հարձակումը։ 92 թվականի մայիսի 28-ին ադրբեջանցիները 1,500 զինվորով, տանկերի, հրետանու եւ ավիացիայի օժանդակությամբ փորձեցին ճեղքել ճարտարցիների պաշտպանության գիծը վերին Վեյսալու գյուղի շրջանում։ 92-ի սեպտեմբերին ստեղծվեց Արցախի ինքնապաշտպանության բանակը, ձևավորվեց 23-րդ գումարտակը։ Կարլեն Սաղյանը հրամանատարի տեղը զիջեց փորձառու կադրային սպա Մովսես Հակոբյանին։ Մերձակա ինքնապաշտպանական ջոկատներից Ճարտարի գումարտակի շարքերն էին մտնում հարյուրավոր կամավորականներ ու մարտիկներ։ Գումարտակն արդեն 800-ից ավելի մարտիկ ուներ եւ հրամանատարությունը որոշում ընդունեց բաժանել այն երկու գումարտակի։ 23-րդ գումարտակի հրամանատարը դարձավ Վահրամ Ղահրամանյանը, իսկ 24-ի հրամանատարը Կարեն Թովմասյանը։ Ճարտարցիները Ստեփանակերտից 2 տանկ ստացան, բայց շուտով 2 ադրբեջանական տանկ գրավեցին եւ յուրաքանչյուր մարտից հետո ավելանում էր կռվում գրաված տանկերի թիվը։